Ես 10 տարեկանից Արամին ճանաչում եմ։ Խելոք, լսող երեխա էր։ Ախր ինչի ես բանել Վարդան։ Ես չունեմ քո հարցի պատասխանը։ Բայց դու որտեղից ես իմացել, ով է քեզ ասել։ Հեռախոսի մեջ կարդացի։ Այսի քեզ հուզվել չի կարելի։ Ցանկացած ստրես քեզ հեռացում է վիրահատությունից։ Բա ինչա լինելու գորի հետ, են տղերքի հետ ինչա լինելու։ Գորը ու տղեկը հիմա ապողով տեղում են, իրաց ոչ մեկ չի գտնի։ Բա Արամին ոնց գտան։ Արամը նրանց հետ չէր եղել, որոշել էր տուն գնար։ Խելոք երեխա էր, խելոք, դասերակված, տեղը տեղին, ինչ են արել էդ երեխան, ոնց կարելի էր էդ երեխու հետ տենց վարվել, արդարությունը ուր ա Վարդան։ Աշխեն ջան, անկախ ես ամեն ինչից, անկախ ես արհավիրքից, դու պարտավոր ես քեզ խնայել։ Դու պետք է կենտրոնանաս քո առողջանալու վրա, որտեվ դա քորին շատ է պետք։ Ինքը քեզանով է ուժեղ, հասկացի քեզանով։ Չի մարսելու գորը չէ, չի մարսելու Արամի սպանությունը, փորձանքի ա գնալու, ոնց որ նանեի դեպքում, սրա վերջը որն ա, Վարդան ջան, սրա վերջը որն ա, երեզմանն ա, հա։ Ես քեզ խոստանում եմ, կաշվիցս դուրս կգամ, կանեմ ամեն բան, որ տղեկը ու գորը ողջ մնան։ Փրկի գորին խնդրում եմ, տերեղի գորին խնդրում եմ, դու իրա մարզիչն ես եղել, բոլորիս լավ ես իրան ճանաչում, Վարդան, հետ պահի ես կործանարար ճանապարհից, խնդրում եմ քեզ, տերեղի երեխեքին։ Ես խոստանում եմ, կանեմ ամեն անհնարին ու հնարավոր բան։ Բայց դու էլ խոստացի, որ մտածելու ես ու կենտրոնանալու ես քո բուժման վրա։ Գիտեմ դժվար է, գրեթե անհնար, բայց դու պարտավոր ես։ Հա, խոստանում եմ, կպայքարեմ, մենակ թե գորն ու երեխեքը ողջ մնան։